Երգերկոց 8 Ով իմ սիրեցյալ, երանի թե իմ եղբայրը լինեիր, մորս կաթով սնված, և երբ հանդիպեի քեզ դրսում, համբուրեի քեզ, և ոչ ոք չնախատեր ինձ, վերցնեի քեզ, բերեի իմ մոր տունը, այն սենյակը, ուր նա հղիացել է ինձնով, քեզ ազնիվ գինի տայի խմելու, օշարակ տայի իմ լռնենիներից, թող նրա ձախը լինի գլխիս տակ, և նրա աջը թող գրկի ինձ, երդվեցեք, ով Երուսաղեմի դուստրեր, հողի ու հանդի զորության վրա, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չեք արթնացնի, մինչև որ ինքը չկամենա։ 6-րդ երգ Կանայք Դուստրերը և թագուհիները ասում են. Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է հենած իր սիրեցյալին։ Փեսան ասում է հարսին. Ես քեզ արթնացրի խնձորենու տակ, այնտեղ քո մայրը երկնել է քեզ, այնտեղ քո ծնողը ծնել է քեզ, ինձ իբրև կնիկ դիր քո սրտի վրա, իբրև մատանի դիր քո աջ ձեռքին, քանզի հզոր է սերը մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրիբոցի թռիչքին, առաջ ջրերը չեն կարող սերը մարել, և ոչ էլ գետերը կարող են արգելել այն, եթե մի մարդ իր ողջ հարստությունը տար սեր գնելու համար, նրան արհամարհելով կարհամարհեին մարդիկ։ Կնոջ եղբայրները Մեր քույրը փոքրիկ է և դեռ չունի ստինքներ, ինչ պիտի անենք այն օրը, երբ կան նրան ուզելու, եթե պարիսպ լիներ նա, վրան արծաթե աշտարակներ կկանգնեցնեինք, եթե դուռ լիներ նա, եղևնափայտի տախտակներ կշինեինք վրան, հարսը համարձակվում է և ասում, ես պարիսպ եմ, և իմ ստինքները նման են աշտարակների, նրա աչքին ես երևում եմ ինչպես մեկը, որ իր խաղաղությունն է գտել, մարդը, Սողոմոնը մի այգի ուներ Բեել Մանովում, իր այգին նա տվեց պահապաններին, նրանցից յուրաքանչյուրը 1000 արծաթ պիտի բերեր պտղի փոխարեն, իմ այգին իմ առջևն է, 1000-ը Սողոմոնին և 200-ը պահապաններին, որ պահում են նրա պտուղը, հարսն ասում է, դու, որ նստել ես պարտեզների մեջ, և ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի դարձրու նաև ինձ, Կինը, փախիր իմ սիրեցյալ, այծյամի պես, կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեժ լեռների վրա,